Ողջույն բարեկամներ, այսօր մենք իրար կփորձենք հասկանալ ինչու է Վաշինգտոնը ամեն ձև ձգտում, որ իրականա Թուրքիայի երազած Թուրան ծրագիրը։ Նայեք տեսանյութը, չենք մոռանում ցեղնել լայքի կոճակը, տարածել, բաժանորդագրվել եւ գրեք ձեր կարծիքները, ինձ շատ հետաքրքիր է։ Նայեք տեսանյութը։ Just a brief word today. We are going to sign, we're going to continue to work on the implementation of this agreement, which we think is an incredible example. On the one hand, it opens up Armenia for business. It allows it to prosper economically, but it does so in a way that doesn't in any way infringe upon the sovereignty of Armenia. There's no sovereignty issue here. It's respectful of your sovereignty. It's a great example, and it's also a continued way to build our bilateral relationship between our two countries, which is very strong and continues to get stronger through these agreements outside of the TRIP arrangement. And we just think the TRIP arrangement really is going to turn out to be a model for the world of how you can open yourself. Այս հեքիաթները թողնիկնիկում եւ ինչ է ասում։ Դրանք շարունակում են աշխատել թրիպ ծրագրի վրա եւ վստահ եմ, որ դա Հայաստանի ինքնիշխանությանը չի վնասում։ Եվ դա մեծ օգուտներ է տալու Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանի տնտեսությանը։ Ռուբիոն իմացած ամերիկյան գործիչներից երևի ամենաքամելիոն, ամենասկզբունքային, ամենաբազմադեմք քաղաքական գործիչներից է։ Ամենը։ Ռուբիո մի հատ քաղաքական գործիչ է, որ սեփական կարծիք չունի։ Նա ասում է 3 տարի առաջ մի բան, 2 տարի առաջ մի բան, այս ամբողջ տարին ասում է լրիվ հակառակը, հա։ Ու այս ամբողջ ընթացքում երթում է տալիս ամենաբարձր մակարդակների վրա Իսրայելին իր հավատարմության մասին։ Այսինքն ինչ որ ասում է Ռուբիոն, ինչ որ ասում է Թրամփը, դա ամերիկյան establishment-ն է ասում, բայց դա 100% ասում։ Դա Իսրայելի ցանկությունն է։ Հակառակ դեպքում իրանք չէին ասի։ Ուզում եմ հասկանալ, Իսրայելի շահը ինչու՞ն։ Չէ՞ որ Թուրանը ամենամեծ վտանգն է Իսրայելի համար։ Թուրանի իրականացումը։ Ինչու՞մն է Իսրայելի հետաքրքրությունը։ Նույնը եղել ինչ որ բանը Գրենլանդիայի հարցում։ Եվ շատ քչերը գիտեն ինչու՞մ է Գրենլանդիայի նկատմամբ Ամերիկայի հավակնությունները եւ դա ոնց է սկսել։ Շատ կարճ ասեմ, որ դու պատկերացնեք ինչ է սպասվում մեզ։ Ուղիղը ոնց որ թե սպասվում է մեզ հենց Սյունիքում։ Եվ ասես ինչ կապ ունի Գրենլանդիայի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դեռ 40 թվականին 1940 թվականին ավելի շուտ 41-ից հետո երևի երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին հենց երբ որ Գերմանիան գլավեց Դանիան Ամերիկայի Միացյալ Նահանգները միանգամից իր կոնտրոլի տակ վերցրեց Գրենլանդիան, որը պատկանում էր Դանիային։ Բացատրելով այն ժամանակ, որ ես հիմա գրավում եմ, որ գերմանացիները սա չգրավեն։ Ամեն դեպքում պատերազմի ավարտից հետո Ամերիկան դուրս չեկավ կղզուց եւ պայմանագրեր, համաձայնություններ կնքելով դանիական իշխանությունների հետ նանից թույլտվություն ստացավ ռազմակայաններ, ռազմաբազաներ տեղադրել այնտեղ։ Շատ թեթև, հա, օդանավակայաններ եւ այլն։ Թեթև, ոչ ստրատեգիական նշանակության։ Եվ այդ ընթացքում էր, որ առաջարկեց Ամերիկայի Միացյալ Նահանգները $100 միլիոն, որպեսզի գնի այդ կղզին։ Այդ հսկայական կղզին, որին դեմ էր դանիական կառավարությունը եւ չվաճառեց։ Ինչ արեց Ամերիկան։ Ամերիկան ասեց դե լավ չի վաճառում։ Եկ ես սրան խափեմ ուղակի։ Պայմանագիր կնքեց, այդ ասել գիտես մենք պետք է հետազոտություններ անենք, որովհետեւ ինչ որ ստորջրյա հոսանքներ կան, քարանձավներ կան Գրենլանդիայում, մեծ գիտական ինստիտուտ է պետք ստեղծել, որպեսզի կարողանանք հետևել տաքացմանը, մի խոսքով այն անոմալ երևույթներին, ինչ որ կատարվում է աշխարհում եւ այլն։ Համոզեց, որպեսզի գիտահետազոտական ինստիտուտ դնի Գրենլանդիայում ու դրա տակ ստեղծեց մի ամբողջ արսենալ, ռազմաբազա, բալիստիկ եւ ատոմային միջուկային տարբեր զենքերի պայսներ, մի խոսքով
դարձրեց դա իր համար ամենահզոր ռազմաբազան աշխարհի վրա գոյություն ունեցողներից մեկը առնվազն։ Բայց այդ ամեն ինչը ալվում է սառույցների տակ եւ թաքուն, դանիական իշխանություններից թաքուն։ Այս ամեն ինչը բացահայտվել է 1995 թվականին, որ հազարավոր բալիստիկ եւ ատոմային հրթիռներ ունեցել, փակցրած սառույցների տակ քաղաքներ սարքել, նույնիսկ եկեղեցի ասարկե, տներ, հյուրանոցներ, ամեն ինչ ունեցել է, հսկայական քաղաք ասարկե։ Այս ամեն ինչը բացահայտում 1995 թվականին առաջանում է սկանդալ, այդ բացահայտումից հետո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս է գալիս քիչ-քիչ։ Դե խապել է, 40 տարի խապել է երկրից, պաստոր։ Դուրս է գալիս այդ երկրից, բայց քանի որ երկար ժամանակ ընդեղ է եղել, Թրամփը ասում է այդ իմն է։ Ես ընդեղ եմ եղել, այդ իմն է, այս ռազմաբազաներն եմ ունեցել, ամեն ինչ կա, այդ բազաները կա, տարածքները, օդանավակայանները կա, մարդ չկա ապրող, բայց այդ ինֆրաստրուկտուրան կա։ Ինչի է ուզում նորից գնա այնտեղ, որովհետև նրանք գիտեն Գրենլանդիայի ընդերքում ինչ կա։ Այն որ կա, այսօրվա ամենապահանջված մետաղներն են։ Ամենայն, որ ասում են հազվագյուտ մետաղներ, որի համար այսօր ամբողջ աշխարհը հոգի է տալիս, որի համար Ուկրաինան է ռմբակոծվում, այդ հիշում եք, չէ՞, Թրամփի բազարը Զելենսկու հետ, որ դու տալիս ես ինձ այդ հազվագյուտ մետաղների ամբողջ pašարի շահագործումը, ես քեզ զենք եմ տալիս, կամ հիշում եք, երաշխիքներ եմ տալիս, ինքը ստացավ դա, բայց ինչպես տեսում եք, ոչ պատերազմը կարող բանա կանգնել, ոչ էլ առանձնապես օգնում է Ուկրաինային։ Հիմա այս ամեն ինչը կա։ Ինչ որ այսօր ամենաշատն է պետք, այն ժամանակ այդքան էական չէի դրանք, որովհետև Տեսլա չկար, հեռախոսները չկար, այսօրվա ժամանակակից կոմպյուտերները եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը այնտեղ կա։ Եվ Թրամփը որպես այդ ամեն ինչի գայլ, որ մի բան լինի քաշից վաճառել, չէ՞, ինչպես Ուկրաինայի ընդերքն է ուզում։ Ինչպես Վենեսուելայի նավթը։ Հիմա ուզում է գրավի։ Մի բանի համար, որ ինքն դեռ եղել է։ Հիմա ես մտածում եմ, Զանգեզուրը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Եվ ինչի է ինքը ուզում այս ամեն ինչի մեջ լինի։ Ինչի է ուզում Թուրան ստեղծի։ Կարող է բոլորովին է պատճառը Թուրանը չի։ Կարող է հենց էլի Զանգեզուրն է, որովհետև Զանգեզուրը մեր Զանգեզուրը շատ ավելի մեծ արժեք ունի, քան ադրբեջանական նավթը։ Զանգեզուրը մեր որպես հանք, դանել եթե գումարենք Ամուլսար, բանը բանից անցնում է։ Այն հանգամանքը, որ Հայաստանին հասնում է թույն է այս ամեն ինչից, դա դեռ չի նշանակում, որ Զանգեզուրի արժեքը դա է։ Ես չեմ ուզում տվյալներ ասել, թվեր ասել, թե դա քանի տրիլիոն դոլարի օգտակար հանածոներ կան, դա գիտեն մասնագետները եւ աննկարագրելի մակարդակի է այնտեղ։ Հիմա ինչի շուրջ են բարիշել, համաձայնվել Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես չեմ կարող ասել։ Դա ինչ ճակատագիր է ունենալու։ Ով է հաթը դնելու ունդեր, վերջում ասես սա իմն է։ Դու ճանապարհով գնում գալիս ես, բայց սա իմն է։ Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այս բոլորով համաձայնության են եկել, ինչպես Վենեսուելայի հարցում համաձայնության եկան եւ ասես Վենեսուելան քեզ Ուկրաինանից։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վաշինգտոնում օմեգա գործակալի հանդիպելը Մարկո Ռուբիոյի հետ առանց Ռուսաստանի թույլտվության, այն էլ հիմա տեղից գալու է գնա Ռուսաստան, ինչպես միշտ գիտենք, չէ՞, Բերլինից գալիս է գնում է Ռուսաստան զեկուցի, Ֆրանսիայից գալիս է գնում է, Բրյուսելից գալիս է գնում է, Վաշինգտոնից գալիս է գնում է, էլի գալու է գնա զեկուցի, ինչ են պայմանավորվել, ինչ չէ։ Այդ չեմ ասում, որ սայից առաջ գնալուց առաջ էին Մոսկվայում։ Այն հանգամանքը, որ այս բոլոր երկրներով իրենք արդեն համաձայնության եկել են այս ծրագրի շուրջ, կասկած չկա։ Հիմա մնում ամենակարևոր մասը։ Բա մենք ինչ կարծիքի ենք։ Սա մի բան է, որ մեզ պետք չի։ Ասեմ ավելին, սա մեր վերջն է։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ Իսրայելն թքած ունեն Հայաստանի վերջնա թե չէ։ Իրան մի քանի բան ա տերես պետք Զանգեզուրը,
Որտեղ ես ասում եմ ամերիկյան ֆիրմաներ, այդ շահագործող, դա կլինի բենզինը, նավթը, դա կլինի հանքերը, դրանք ամերիկյան գրանցում ունեն, դա բոլորը պատկանում են այն կորպորացիաներին, որոնք պատկանում են հրեաներին։ Այդ կորպորացիաների տերերը հրեաներն են։ Դա կարող գրանցված լինի Ամերիկայում, դա կարող գրանցված լինի Լոնդոնում, չգիտեմ, հա, ինչ որ կանադյան կղզիներում, բայց դա բոլորը դրանց տերերն են։ Հիմա հարց, բա մենք ինչ ենք ուզում։ Որտեղ այն ինչ որ իրենք պլանավորել են, դա Հայաստանի մահն է։ Ամուլսայի շահագործումից սկսած մինչև Զանգեզուրից Միջանցքը։ Ու ես մոդելի վրա ասեցի ինչ եղավ Գրենլանդիայի հետ, ինչ եղավ Պանամայի ջրանցքի հետ, որ ասեց մի վարքեն ասեց, դա էլ է իմը։ Իմն է։ Թրամփը կողմ ասեց դա իմն է, որտեղ իմն է եղել ժամանակին։ Ժամանակի իմն է եղել, հիմա է նկատակ։ Իսկ ով է մտածում Ամերիկայինով է կարողանալու որ մտա այդտեղ իր ուզած ձևով, այդ ասում Ամերիկա դա դրոշն է, դա ուրիշ շահառուներ կան դրոշի տակ թաքնված։ Ով ասելու դուրս արի, իսկ ով կարա ասի դուրս արի։ Մանավանդ երբ որ բոլոր կողմերը շահառու են Ռուսաստանից մինչև Թուրքիա, մինչև Ադրբեջան։ Հայ ժողովուրդը այն ժամանակ իր փոցխով կամ բահակով դուրս է գալու ասի։ Չէ, իհարկե ոչ։ Շատ ավելի հեշտ է չեն ասել նախորոք։ Շատ ավելի հեշտ է այս Թրամփի ադմինիստրացիան որ կա, որը վերջանում է իր լեգիտիմությունը մեծ հաշվով 26 թվականին, ոչ ասել հիմա, որովհետև դրանից հետո ուղղակի հնարավոր չի լինելու ասել։ Այսինքն դրանից հետո Հայաստանը չի լինելու որ ասի ոչ։ Որովհետև այդ հանքերի շահագործումը վերջն է։ Հայաստանի իրոք ֆիզիկապես վերջն է, սա բան չի, քաղաքական մասին չի խոսքը։ Սա ուղղակի Հայաստանի ֆիզիկական վերջն է։ Հայաստանը դարձել է մեծ հանք։ Հա, մի քիչ ժողովուրդ կապրին դե որ այդ հանքերին սպասարկի, հա։ Բա ոնց։ Բայց Հայաստանը դառնում է մի մեծ հանք, որտեղ նույնիսկ ապրելն է, որտեղ այդ հանքերը սպասարկողների համար ապրելն է արդեն վտանգավոր։ Բայց այդ Աֆրիկայի ներքը քանդած տարած չինե բրիտանացուն կամ հրեային կամ ամերիկային ինչ դրանից ոչ մի բան։ Իմջալոց աֆրիկյան երկրները հիմա պայքարում հետ են բերում իրենց իրավունքները։ Հա, նույն խլում են նույն Գերմանիայից, նույն Ֆրանսիայից, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ժողովուրդը ընդեղ ազգային ազատագրական կռվի մեջ է Աֆրիկայում։ Մենք Նիգերիայից սկսած, Նիգերիա։ Դամոն Ամերիկյան Միացյալ Նահանգների ուզում են վերագրավի Նիգերիան։ Բուրկինա Ֆասո։ Մի խոսքով։ Մեր խոսքի հերթն է։ Մեր խոսքի հերթն է։ Ու մենք խոսքը պետք է ասենք հունիսի 6-ն է 7-ն է, չպետք է։ 7-ն է կարծեմ, որովհետև լավ է որ 6-ը չի։ Չկա հարամեին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մեր խոսքը պետք է ասենք հունիսի 7-ին։ Իսկ եթե մեկը կա ուզում ավելի շուտ ասի, եթե ասեն, որ ինձ չասեն, էլի։ Եթե մեկը իր խոսքը ավելի շուտ է ուզում ասի, թող իր հարցնի, անպայման թող ասի։ Ես իրան կաջակցեմ հնարավորին բոլոր ձևերով։ Իրականում այսօր ցեղասպան լինելը նույնիսկ այս ղեկավարների համար բան է, կլուբի անդամի տեխնացիության հարց է։ Այսինքն եթե դու ցեղասպան ես, դու կլուբի անդամ ես։ Դու հաստատ կարող ես լինել Նետանյահուի, Պուտինի, Էրդողանի, հա, Թրամփի կողքին նստած հանգիստ առանց լարվելու, որովհետև դու կլուբի անդամ ես, նույն կլուբի անդամ։ Նույն կարելի է Էրդողանին էլ մտցնել, կարող է Սիրիայում պակաս ցեղասպանություն անում հիմա։ Ալևիների մորթես, քրիստոնյաների մորթես, հիմա էլ քրդերի հայոտնա եզդիների հետ։ Պատմությունը կրկնվում է։ Պատմությունը կրկնվում է մանավանդ նրանց համար, ովքեր դասել չեն կարող պատմությունից։ Ասում եմ Գրենլանդիայի օրինակը, հա, իսկ ժամանակ ուզում եմ հասկանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչին է պետք խայտարակություն այս մասշտաբի։ Դրա համար ասում եմ, թքած ունեմ եվրոպական որոշումների վրա, միջազգային օրենքների վրա, վերցնել եմ ու վերջ, տան, չտան, ուզեն, չուզեն, վերցնել եմ ու վերջ։ Սա Թրամփի քաղաքականությունն է, բայց նույնպես եմ ասում, սրա լեգիտիմությունը վերջանում է 26 թվականին։
26 թվականի վերջ պարզ դառնալու մեծ հաշվով աշխարհը ո՞ր կողմա գնում։ Դեպի կործանում, ասենք պուտինիզացիա, տրամպազիզացիա, ոնա չգիտեմ, տրամպիզացիա երևի, հա։ Ո՞ր կողմա գնում։ Այդ ուղղությամբ, թե վերադառնում է միջազգային օրենքների, կոնսենսուսի, խաղաղության, փոխհամաձայնության, հարգանքի, մի խոսքով օրինական դաշտ։ 26 թվականի վերջ երևալու է եւ աշխարհում եւ մանավանդ Հայաստանում։ Իսկ թուրքերը վստահ են Զանգեզուրի միջանցքը մինչև 30 թիվ աշխատելու է։ Վստահ են, իրենց ասել են, այս ամեն ինչը պայմանավորված է։ Իրանք իրար մեջ պայմանավորված են։ Նիկոլ Փաշինյանին էլ ինչ ասեմ։ Ինչ պետք է ինքը խոսք տվել։ Ինչ պետք է, ինչ ուզեցել է խոսք տվել։ Մի բանի դիմաց թողեք ես մնամ մտեք վարչապետ։ Թողեք ես ջարդելով, սպանելով, կոտորելով մնամ։ Ձեզ ինչ պետք է կանեմ։ Քեզ ինչա պետք։ Գիծ ճանապարհն է պետք տալիս եմ։ Քեզ ինչա պետք հանգերն է պետք տալիս եմ։ Քեզ ինչա պետք ամուրսանն է պետք տալիս եմ։ Քեզ ինչա պետք փագեմ եկեղեցիս։ Փագել եմ եկեղեցի, ես էլ դառնամ կաթողիկոս։ Բոլորին ինչ պետք է տալիս է։ Ուղղակի այստեղ հարցը մնում բա մենք ինչ ենք ուզում։ Լավ, ինքը տվողն է, մեզ էլ է տվել։ Ինք իր կնոջն էլ է տվել, հեսա դանել կհասնենք անշուշտ էլի։ Բա մենք։ Իրանում էլ ուզում են ադրբեջանցի բերեն։ Like նախագահի պաշտոնում։ Այդ ինչն է հետաքրքիր, ըստ որոշ տեղեկությունների Թագաժառանգի եւս մեկ հավակնորդ է հայտնվել, խոսքը ադրբեջանական քաջարների դինաստիայի Ասում եմ եւս մեկ այդ դա նախորդը Ռեզա Փահլավինը, չգիտես ինչի Փահլավին է ասում։ Փահլավին, Ռեզա Փահլավինը։ Եվ ապազոն էլի մի հոգի կա։ Թագաժառանգ իրեն համարող Բաբեք Միրզայի մասին է, ով նույնպես Միացյալ Նահանգներում է թաքնվում։ Ադրբեջանական այդ դինաստիան Իրանում իշխել է 1795-ից մինչև 1925 թվական։ Վերջին շրջանում այդ Բաբեք Միրզան ակտիվացել է եւ այսպես որոշակի հավակնություններ իսկապես նկատվում է։ Եվ ամենահետաքրքիրը այն է, որ նոյեմբերի վերջին այցելել է Բաքու եւ Բաքվում հանդիպել է Ադրբեջանում իշխող կուսակցության որոշ առաջնորդների հետ։ Պարզա հիմա այս կռվներն ինչի համար է։ Այս կոտորածը, որ բանում կա, Իրանում կա։ Պարզա այդ կոտորածը ինչի համար է, որովհետև Իրանը միջև չքանդեն, Զանգեզուր չեն կարողանալու մտնել։ Միջև Իրանը իրեն չխեղդեն արյան մեջ, չփոխեն ռեժիմ, չավիրեն դարձնեն Սիրիա, չեն կարող մտնել Զանգեզուր, որովհետև Զանգեզուրը պետքա ոչ միայն նրա համար ինչ որ ես ասեցի, Զանգեզուր եթե մտան Իրանը քանդեցին, բա իրանական նավթը, այսինքն բոլոր sense հարցերը լուծվում է մի փաթեթի մեջ։ Այդ մի փաթեթի ամենակարևոր բանալին Իրանի կործանումն է։ Ռեզա Փահլավին չլինի, ադրբեջանցի կլինի, ավելի լավ իրանց համար։ Հիմա հասկանում ենք, չէ՞, Ադրբեջանի Իսրայելի շահագրգռվածությունը այդ երկիրն ավերելու համար որքանով է եւ որտեղից է։ Կարծում եմ դա ամենևին էլ պատահական չէ եւ կան տեղեկություններ այն մասին, որ Իրանի անջատողական ադրբեջանական կազմակերպությունները պատկերացնում են իրեն որպես թուրքական հարավային Իրանի թուրքական ադրբեջանական հանրապետության պոտենցիալ նախագահ եւ իրենց պատկերացմամբ այդ թուրքական հանրապետության մայրաքաղաքը պետք է լինի Թավրիզը։ Դժվարում եմ ասել, թե որքանով է իրատեսական այս սցենարը, բայց կարծում եմ Հայաստանում եւս պատասխանատուները պետք է այս տարբերակը չբացառեն։ Պատասխանատուները չբացառեն, իսկ ովքեր են պատասխանատուները, հարգելի պարոն Երկանյան, ես հետաքրքիր է էլի, որ դուք էլ հույս ունեք, պատասխանատուները չբացառեն, իսկ իրանք ինչի մտահոգված են այնտեղ ինչա կատարվում, իրենք մենակ մի բանով են այսօր մտահոգված, թե իրենց պատարակների քանի գլուխ են բերում, քանի գլուխ կենթանի է գալիս իրանց կեղծ պատարակներին եւ ինչքան արագ կարող են գահընկեցանել կաթողիկոսին։ Իրանք մենակ դրանով են հետաքրքրված։ Ինչ պատասխանատու։ Ես դրա մասին եմ խոսում։
հաշվի առնելով, որ այն մեր համար կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ։ Արտем, որքանով են այս ամենի մեջ ներգրաված Ադրբեջանն ու Իրանի ադրբեջանցիները։ Վերջին օրերին նաև ադրբեջանաբնակ նահանգներում ակտիվացում էր նկատվել, բազմաթիվ զոհեր կային նաև ադրբեջանցիների շրջանում, կոնկրետ քանիսն են հայտնի չէ, ադրբեջանաբնակ Բուքան քաղաք էր մցվել մեծ ստորաբաժանում զինված ուժերի, այդտեղ բախումները ցուցարարների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականների միջև են եղել։ Հակառակ Թեհրանից Բաքու ուղղված կոչերին ադրբեջանական մոբիլ օպերատորները շարունակել են իրենց ծառայությունները տրամադրել նաև Իրանի հյուսիսային նահանգներում, ուր հասնում են ադրբեջանական բջջային օպերատորների սիգնալները եւ հենց դրա միջոցով ադրբեջանցիները Ես գիտեմ, որ շատերս մտահոգված ենք Ադրբեջանում, Իրանում կատարվող այս ամեն ինչով, վստահաբար գիտեմ, որ իմ ընկերները ժողովրդավարության կողմնակիցներ են եւ այս ժողովրդի հետ կապված ջարդերը բոլորիս անհանգստացնում, մանավանդ այս ահռելի զոհերը, որ արդեն կա։ Տարբեր հաշվարկներով, տարբեր թվերով դրանք հասնում արդեն 500-ից մինչև 2000։ 500-ից մինչև 2000։ Տեսնեք, ինչ է դրված եւ քանի հոգի եւ այս բոլորի մասնակցության մոտիվները շատ տարբեր են։ Որ Ադրբեջանը մոբայլ կապը մատակարարում, Starlink-ը, Elon Musk-ը, ինտերնետը մատակարարում, ինֆորմացիաներ է տալի, ցուցումներ տալ, ուղղորդություն անում։ Դա ժողովրդավարական իրան ստեղծելու համար չի։ Մենք հասկանում ենք, չէ՞ ամեն ինչի համար է։ Ճիշտ է, միջոցներ են ձեռք առել, Starlink-ը փակեցին իրանցիների օգնությամբ, անջատեցին ուղղակի, բլոկ արեցին կապը։ Իրանը զգուշացնում է Ադրբեջանին, որ կապ մի արա, դու մի միջամտի ներքին գործերին, բայց Իրանում այսօր արդեն տեղական կապը աշխատում է եւ իրանական օպերատորները սպասարկում են նույնիսկ արտասահմանյան զանգերը։ Հենց հիմա։ Այս ամեն ինչը կա։ Բայց դրսի միջամտությունը ինչի համար է արվում։ Եվ այս ամեն ինչը ուր է տանելու։ Մենք շատ լավ հասկանում ենք։ Իհարկե, այն փողոց դուրս եկած երիտասարդ իրանցին, որ ազատությունն է ուզում, լրիվ հասկանալի է։ Իր դիրքորոշումը լրիվ պարզա ուտեղ չի կարող լինել ինչ որ մեղադրական։ Այդ ժողովուրդ ազատությունն է ուզում ու դա չի քննարկվում, հա։ Բայց բոլորը չեն, որ դրա համար են դուրս եկել եւ այս խաղը, այս միջամտությունը Իրանի նկատմամբ հետաքրքրությունը մենք հասկանում ենք այս ամեն ինչը ինչի համար է արվում։ Սա ես չեմ ասում դրա համար, որպեսզի մենք արդարացնենք թեկուզ մի իրանցու մահը բոլորովին աստծո սիրո։ Ես մի անմեղ իրանցու զոհի իմ համար կորուստ է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ զուգահեռ ինչ պրոցեսներ է գնում այնտեղ։ Հյուսային նահանգներում կարողացել են կապ հաստատել միմյանց հետ, փոխանցել կոչեր ցույցերին մասնակցելու, փոխանցել տեսանյութեր, որոնցում պատկերվում են սպանությունները եւ այլն, եւ դա իհարկե դեր է խաղացել, կարծում եմ դա նաեւ կազդի Թեհրանի եւ Բաքվի միջև հարաբերությունների վրա։ Եվ մի հետաքրքիր հանգամանք Ադրբեջանի իշխանությունները արդեն գրեթե չեն թաքցնում, այսինքն ձևականությունների հետևից չեն ընկնում եւ բացահայտ համագործակցում են Իսրայելի հետ, կարող ենք միայն պատկերացնել, որ խոսքը Իրանի վրա հարձակման համար պլացդարմ ապահովելու մասին է։ Համենայն դեպս հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ օրերս Բաքու կժամանի Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը, որի բանակցությունների առարկան կարծում եմ բոլորիս համար հասկանալի է։ Շնորհակալություն Արտեմ։ Վերջ, այն ինչ որ մենք սկզբից խոսացինք, գալիս փազլը հավաքվում է, եւ ասում, եւ դա եթե կարողացան իրականացնել, դա Հայաստանի Հանրապետության գոյության վերջն է։ Մենք պետք է հասկանանք, որ Փաշինյան Նիկոլին ասաց, մենք այստեղ պետք է մարդիկի նկատի ունենան, բան այդ մարդիկի թքած ունենան, թքած հակառակ, իրենք ամեն ինչ անել են, որ սպասարկեն այդ ամեն ինչը, մանավանդ որ Թրամփը պահանջել է իրան ներկայացնել, որն է Հայաստանի տնտեսական հետաքրքրությունը Իրանի նկատմամբ, որ չի մտնում սանկցիաների մեջ, ինչի Հայաստանն էլ սանկցիաներ չի կիրառում, չի Հայաստանը չի փակում սահմանը,
Արդեն այս կարգի խոսակցություններ են գնաց եւ գնում եւ ինքը պահանջել է ներկայացնել այս Հայաստանը ինչի բաց չի անում որ հա նեսով վաղը կարող է իմանալ մեկ էլ հայտարարի Օմեգա Արաբատ Միրզյանը որ Հայաստանը միանում է Իրանի շրջափակման կոալիցիային այսինքն թուրք ադրբեջանական իսրայելական ամերիկյան կոալիցիա ես դրա վրա չեմ զարմանա դա կախված է թե Մոսկվայում թողեն դա անի թե չեն թողի դա Սրանցից ես ասում եմ ամեն ինչ, իրոք ամեն ինչ։ Եվ ցանկացած մեկը, ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին, դա կլինի եկեղեցու քանդման հարցում, այն որ իրանք կոչում են բարենորոգում։ Իդեպ, այս բարենորոգմանը ես շատ կարճ ես հարցով անցնեմ։ Աշխարհի տարբեր կետերում քահանաներ, ես ոնց ես նայում եմ, որոնք սկսել են խոսալ դրա մասին, բարենորոգում բառն են օգտագործում, պատահականությամբ կամ ոչ պատահականությամբ փաստորեն Կոստանդնուպոլիսի պատրիարքադանից է, որից թույլատալի ենթադրել, որ Էրդողանը իր ունեցած ռեսուրսները տարբեր տեղեր գործուղելով այս պրոցեսն է սպասարկում։ Այդ մարդկանց ծերով նայ։ Ես դա չեմ ասում, դա չի նշանակում, որ ով այդ պատրիարքարանից է դուրս եկել տարբեր ստեղծարարություն է անցկացնում անպայման Էրդողանի ծրագրի իրականացնողներից է, դա ես դա չեմ ասում, բայց որ այդ հանգամանքը կա, դա կա։ Այսինքն մենք բոլոր եկեղեցականները, քահանաները պետք է ի նկատի ունենան սա։ Դա չի նշանակում, որ բավարար պետք է թշնամանալ, բայց ի նկատի ունեցեք, որ այսպիսի բան կա։ Եվ ցանկացած մեկը այսօր կրոնի հարցում կլինի եկեղեցու, քաղաքականության, միսի տնտեսական, որոնք աջակցում են Փաշինյան Նիկոլի ցանկացած ծրագրին, Հայաստանի թշնամիներն են որ։ Ես ուրիշ բառ չեմ գտնում ասել, չեմ ուզում վիրավորել։ Իրանք ուղղակի Հայաստանի թշնամիներն են, ստե նույնիսկ արդարաց բացատրելու բան չկա, ինչի։ Այսքան ասում ենք, էլ ինչին որն է։ Բայց գնանք առաջ։ Սա նայեք։ Հիշում եք երևի մի քանի օր առաջ մենք խոսեցինք ցույց տվեցի տեսանյութը, որտեղ պարզ ասում է, որ Սև լիճ դիրքեր տանող ճանապարհը անցնում է ադրբեջանական փաստորեն պոստով։ Եվ ադրբեջանցիներն են որոշում այս զինվորը կարող է գնալ իր պոստ, թե ոչ, ստուգելով Ադրբեջանի զինվորը մեր զինվորներն են ստուգում, որ թողի գնա իր պոստ։ Պատկերացնում եք, բաղը կարող է չթողենա։ Հիմա լսենք, ինչ բարձրաբանում է տալիս սա։ Լսենք։ Իրականություն, որը հետևյալն է։ Մեր զինվորները անցնում են ոչ։ Ասում այս պահին մենք նման իրականություն չունենք։ Անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Լսեցիք։ Կա իրականություն։ Մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Չանաշկում դիրքի կողքով։ Մեկը դիրք տեսել է, որ կողքով կարող է անցնել։ Սա պաշտպանության նախարարությունն է, նախարարն է, որ դուք հասկանաք ով է սա, այս եթիմն է։ Հիմա այս անասունի դեմքին նայեք։ Կողքով են անցնում, դե շարունակությունը լսեք մի հատ։ Այսպես կոչված բլոկ պոստով։ Այսպես կոչված բլոկ պոստով։ Հետի դիրքը չի փաստորեն, դիրքով չեն ասում, Ժողովուրդ ջան։ Բլոկ պոստով են անցնում։ Այսինքն ուզում սա ուզում ասի, մեր զինվորները ադրբեջանական հրամատներով չեն գնում։ Բլոկ պոստով են անցնում։ Դա այդ այն չի, որ դուք ասում եք։ Իրանք ընդհանրապես բլոկ պոստով են անցնում։ Ես սա վստահ եմ, որ իրեն լսող բոլորը ասել են, հա, դե լավ է, բախներս բերես, բանով չեն ասում, դիրքով չեն ասում, իրաց խրամատներով չեն ասում, էլի։ Բլոկ պոստով են ասում։ Բլոկ պոստով, հիմա կուզենաք թողի, չի ուզենա չի թողի, կուզենաք սպանի։ Իրա բլոկ պոստն է։ Շարունակությունը լսեք։ Հիմա լսեք, 20-ի դեմքը նայեք։
Սա դեմքը նայեք, ժողովուրդ ջան, սա էր էսի միջև բանա պաշտպանության նախարար դառնալը։ Սմեկովա։ Չես դուգում, քանի անգամ ասեմ երկում։ Չես դուգում։ Քանի անգամ ասեմ երթվեմ։ Բլոկ պոստով են անցնում, բայց չես դուգում։ Ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, իրանց չես դուգում։ Իրանց բլոկ պոստով ասում են ուզում ես տանկ տարանք։ Ադրբեջանցու բլոկ պոստով են անցնում։ Ուսա ասում են, իրանք չեն ստուգում։ Երթվել են ասել են հորը Սարև, Պապիկյան Սուրո, մենք չենք ստուգելու։ Ու լսեք ալտերնատիվը որն է։ Հերքում է, հայցս հերքում է, ոնց ասեմ։ Հերքում աղբեր, դիջկելով չեն ասում, բլոկ պոստով են ասում։ Հերքում։ Երևի մի քանի ինվալիդի համար ուղերից սա հերքում է։ Կասեն հա հենա դիրքերով չէ, ընդամենը բլոկ պոստով են ասում։ Բլոկ պոստի ու դիրքի տարբերությունը չեն էլ հասկանում են։ Պատկերացնում ես հայերը, որ ասեն դիրքերով ասեն, դուս կարող է դիրքերով ասեն։ Ոգի սրանք են որոշում հայը կանցնի կգնա իր դիրքերը թե չէ։ Այո, կա իր Ու տարբերակը գիտեք որն է, ալտերնատիվ ինչ ասում։ Հիմա ասում եմ կամ մենք այդ դիրքերից պետք է հրաժարվենք, կամ էլ այդպես պետք է գնանք ասում։ Ու մեզ լավություն է անում, որ մենք այդ դիրքերից չենք հրաժարվում։ Հետո ասում եմ, այդ ես չեմ եղել նախարարը։ Ես չեմ եղել նախարարը, որ եկել հասել է իրաց բլոկ պոստատեղ։ Ինչ ես եղել նախարարը։ Դու չէի։ Նիկոլա, դու չես ասում այդ բանը, դիրքերը մեր ինչին է պետք։ Տարվա կես ընդրձյունա։ Ես չեմ եղել նախարար, ինքը պատասխանատվություն չունի։ Պաշտպանության նախարարն է սա։ Ոչ ու բարով։ Հիմա ես հարց եմ տալի։ Ես կփորձեմ առանց հայոյանքի ամփոփել։ Սրան հավատացողը, սրան աջակցողը։ Ինչ ասես սրանց։ Դա լինի հոգևորական, դա լինի ով ուզում է լինի։ Ուզում եմ թեմի առաջնորդ լինի, կապի կեսորելի մասին ինձ առաջացել, անդրադարձել ասում սուտ բաներ է խոսում իմ մասին, այն բանը Շվեյցարիայի բանը, թեմի առաջնորդը։ Սուտ ասի դու չես Նիկոլին աջակցում։ Նիկոլին աջակցողը դու չես։ Տիրադավներին, այդ բանը, հրեշների միացողը դու չես, քեզ ով է ինչում զրպան։ Ասկե դու չես միացել դրանց, մենք ես զրպարտում ենք, ասում դու միացել ես։ Իրա բերանով էլ ասում է, ես միացել եմ, բայց ինձ զրպարտում եք, քեզ ով է զրպարտել։ Եթե դու միացել ես, զրպարտանքը որն է։ Լավ, թող են դաս մի կողմ։ Սարկացած մեկ ուզում է լինի հոգևորական, քաղաքական կապի, ով ուզում է լինի օլիգարխ։ Ովքեր սրանց աջակցում են, իրանք հայ ժողովրդի, հայ մարդու թշնամին են, վերջ, տասած վերջակետ, դա չի քննարկվում, որովհետև չգիտեմ ինչի, ախր գուցե այսպես չկա ոչ մի բան, եթե մեկի համար ես ամեն ինչը նորմալ է, ու են հեռանկարները, սա հեռանկար չէ, սա իրականությունն է, նորմալ է, ինքը աջակցում է սրան, բա ինչա որ թշնամի չի, բա ինչա որ թշնամի չի, անկախ մասնագիտիկա, անկախ աշխարհագրական դիրքից։ Խաղաղությունը նաև մեր երկրի երկրաժամկետ պաշտպանունակությունն ապահովելու մասին է։ Հասկացաք ես ինչի համար է։ Մեր երեխեքին, զինվորներին սրանք ստուգում են մեր խաղաղության համար, որ վստահ լինեն, որ մեզ զրզենք չկա։ Գիտեք ստեղ ամենավիրավորականը որն է։ Ոսանք խոսալուց վստահ են, որ 3 կամ 4 կամ 10 միլիոն հայ իրենց տեսում են։ Սաղիկ բոլորն եկան ապուշ են։ Չեն հասկանալ իրանք ինչ են ասում, որ հավատալու են իրանց։ Սա երևի ամենասոսկալին է այս ամենից։ Սա այս ոչնչությունը այս ինչ որ անում եք, սա խաղաղության համար։ Ու սա մեր պաշտպանունակություն երկարաժամկետ ապահովելու համար է։ Բա հիմա լսենք Ալիևին։
Ես տեսանյութը կարող եմ հիմա չգտնեմ, բայց բառացի ասում է, բառացի ցիտում եմ Ալիևին, որ Ադրբեջանը տոտալ ոչնչացել է հայկական բանակը։ Եվ դա չի եղել 44 օրյա պատերազմի ժամանակ միայն։ Եվ դրանից հետո եւ ինքը ուշադիր հետևում է, որ հանկարծ եթե Հայաստանը փորձի զինվել, ինքը տեղում ոչնչացնելու է Հայաստանը։ Սա Ալիևի խոսքերն, Ալիևի պատասխանն է սրան։ Փաստորեն սա ասում է, որ խաղաղությունը մեր հանձնվելու մեջ է։ Ասում է մեր պաշտպանունակությունը ապահովելու մասին։ Պաշտպանունակություն, որ Ալիև ասում հանգարտ հետո դիմեցի, դեսքից ոչնչացնելու եմ։ Քեզ ասում Պապիկյան Սուրո, այս վախեցած աշկերով կապիկը Հայաստան աշխարհի պաշտպանության նախարարն է։ Որն ասում է մեր զինվորները, դիրքերով չէ, պոստերով են գնում, ադրբեջանական պոստով են գնում։ Ոչ մեկ չի հարցնում, որ ադրբեջանական պոստը ինչ գործ ունի այդտեղ։ Ո՞վ է հանձնել այդ պոստերը դրանց։ Ո՞վ է հանձնել այդ դիրքերը դրանց։ Գնդակահարել տեղում։ Չէ, ես այս ժամանակ նախարար չեմ եղել։ Նիկոլետա վարչապետ եղել, ինչ կապ ունի դու նախարար ես եղել թե չէ։ Դու այդ տարածքային կառավարման նախարար ես այդ ժամանակ։ Ես դրա եմ ասում, առանց քննարկման, առանց վերապահումների։ Ցանկացած մեկը, ով առաջացնում է սրան, հայ ժողովրդի, հայ իրականություն թշնամի։ Սա է իրականությունը։ Սա է։ Սա է։ Այս գորշ գայլերի հետ սա լծված է հայկական պետությունը քանդելու մեջ։ Ու պատահական չի, որ Ադրբեջանը Թուրքիան այս 20 թվականից 21 թվականի փետրվարից գոռացին, հիշում եք, չէ՞, Օնի Գասպարյանի վրա ինչ արեցին, ոնց մատ թափտվեցին, որ մենք չենք հանդուրժի, որևէ իշխանապողություն Հայաստանում։ Չէ, ոնց մեր ագենտին հազիվ նշանակել ենք ձեզ տեր ու տիրական։ Մենք ձեր վերջի կաթիլ արունը պետքա քամենք խմենք, ինչ եք խոսում։ Ու այսօր խաչը ձեռին միացել են սրա։ Մարտի, եթե դա իհարկե կարելի է մարդ ասել։ Միացել են սրա, որ հայ ազգի վերջի կաթիլ արունը ցած քամեն տան դնեն Էրդողանի եւ Ալիևի դեմ։ Ոսանք հագենան, որի մասին իրանք բարձ ասում են, որ դուք մեր սրի վրա մնացած ընդամենը մսի կտոր եք, արա։ Էրդողանի գրքի մեջ է դա գրած, այն Աննա Հակոբյանը, որ դրա սրտին նկարվել է, գրքի մեջ է գրված, որ դուք մեր սրի վրա մնացած մսի կտոր եք ընդամենը։ Ու միևնույն ժամանակ, հեսա լսեմ քնած։ Այսօր մի հատ ուրիշ նորություն իմացա, вообще խփնվեց։ Հիշում եք մի մոմենտ, որ ասում էին Աննա Հակոբյանը ինչ որ թուրքական դերասանի հետ սիլիբիլիներ անում։ Բարձում է այդ լուրերը ինչու էր պատտվում, որովհետև Աննա Հակոբյանը ուզում է սերիալ նկարի, արդեն սցենարը մտածել են ինչ են արել, որ շփսից ամեն ձև մեզ մտցնում են թուրքական բուրմունքի մեջ, որ մենք ամեն ձևից թուրքական համ ու հոտը զգանք, թե գազի մեջ, թե նավթի մեջ, թե հացի մեջ, թե спорте մեջ, թե сериалների մեջ. Роман Анны Акопян с турецким актером Джаном Яманом обернулся кинопроектом, сериалом «Мосты над пропастью». Это плод их любви и инструмент поглощения Армении турками. Сюжет – драма о любви, преодолевающей границы. Главный герой Арам, которого играет Яман, турецкий архитектор. Он прибывает в Ереван восстановить мост на границе и встречает армянку Элен, чья жизнь отмечена шрамами от Карабаха. Сериал переписывает историю на турецкий лад. Роман Акопян и Ямана дал проекту зеленый свет. Она лоббировала финансирование, консультировала по сценарию и убедила Никола не вмешиваться, чтобы избежать скандала. Бюджет в 5 миллионов евро. Турецкая Ай-Япум вносит 70%, а армянская сторона через фонд Акопян, финансируемый армянским бизнесом. Роман Акопян и Ямана теперь работает на сериал как реклама. «Мосты над пропастью» — не просто сериал, а манифест любви, который, как говорят, мастит путь к турецкому поглощению. Թուրքական տղան, красавчик տղեն գալիս է Հայաստան, այնտեղ մի հատ սիրուն աղջիկա գտնում, Նիվեստա Սևեր այդ վիճակով կանենք, բայց այս անգամ ոչ թե մեր հայ տղենք է թա ռուսի հետ, այլ թուրքի տղեն կգա մեր հայ աղջկան,
Աննա Հակոբյանը ցույց տալիս, որ մեր հայ աղջիկները կարան թուրք տղեկի հետ սիլիբիլիներ անեն ու դրա մեջ վատ բան չկա, թող թուրքերից երեխա ունենան։ Այ թե ինչ է ուզում քարոզել Աննա Հակոբյանը։ Հա, այն բիզնեսմենները որ թող են տալի, հարկ են տալի, հարկ Աննային աշխատելու համար, գոյություն ունենալու համար։ Նալու գնալու ասես ֆիլմ նկարելու համար։ Բա կամուրջներ են կառուցում, կամուրջներ։ Միջանցք չի լինելու մենակ, լինելու է նաև կամուրջներ։ Հայաստանը ոչնչացնելու բոլոր մեթոդները դրված է ուժի մեջ, գործողության մեջ, բոլոր։ Ես ես նորից ասեմ, սա չի արվում բացառապես թուրքերի ձեռով։ Սա արվում է նաև թուրքերին ծառայող հայերի ձեռով։ Դուք ում գիտեք, տեսնում եք փողոցներում, մեդիաներում, որոնք աջակցում են Փաշինյան Նիկոլին, իրանք ձեզ մեզ բոլորիս տանում են դեպի այդ կամուրջները, որը վերջում են այնտեղից շպրտեն ներքև։ Որտեղ իրաց նպատակը դա է։ Ուղղակի այդ մեթոդներով են անում։ Չէ՞ որ միանգամից չասեցին 15 թվականին, ձեզ տանում ենք գնդակահարենք, ասեցին չէ, պատերազմա ձեզ ապահով տեղ ենք տանում։ Ապահով տեղ։ Որ չեն ասելու, դուրս եկեք, դուրս, ձեզ տանում ենք գնդակահարենք։ Ոչ բոլոր, կամ տեղում գնդակահարում էին, մորթում էին, կամ էլ ասում քշում էին, ասում էին ճամպիկը մորթենք էլ։ Թե չէ հարուստները կարող է պաշտպանվեին, ասեին, հələ մի վայրկյան ես ինչ կարող է, ես մի բան անեմ, էլի ասում եմ, չէ, դու խնդիր չունես։ Ձեզ ուղղակի տեղափոխում ենք, ցեզ վերցնում ենք ձեռների վրա, տանենք, դնենք ուրիշ տեղ։ Կամուրջ ենք կառուցում, կամուրջ։ Հա։ Որ կոտորածը շատ փափուկ լինի, սահուն լինի, որ մենք էլ չհասցնենք հասկանանք սա ոնց է եղավ։ Ջորջան, քնելու ժամանակ չի, լավամարտելու ժամանակ չի, էգզիստենցիալ, գոյաբանական, փոթի առաջ եք։ Սա չափազանցություն չի։ Տեսում եք, չէ՞, հարցակումը բոլոր շերտերի վրա է, բոլոր։ Եվ իմ բոլորիս մոտ հարց առաջանում, չէ՞, ռեսուրս ունենք դիմադրելու թե չէ։ Ինձ եք հարցնում, ես ասում ունենք։ Կօգտագործենք թե չէ, ես կասեմ, ես ինչ եմ անում։ Որ օգտագործենք, որովհետև ամեն մարդ ինքը պետք է իր ռեսուրսներն օգտագործի։ Ես չեմ կարող օրինակ ուրիշի ռեսուրսն օգտագործեմ, ես կարող եմ խոսել, ես կարող եմ ցույց տալ, բացատրել, բայց ես չեմ կարող իր ռեսուրսը օգտագործել։ Հակառակ ես առաջարկում այս ռեսուրսը օգտագործել, որտեղ սա, եթե հիմա այս հաղորդումը, եթե ուղղակի ծերից ծեր, Հայաստան քանի միլիոն ենք, 3 միլիոն, 2 միլիոն, մի այդքան էլ Ռուսաստանում կա, մի այդքան էլ Ամերիկայում ասում կա։ 6 միլիոն մարդ, եթե նայ սա, չեմ ուզում ինձ հետ համաձայնվի, նայի, ուղղակի նայի։ Վաղը Նիկոլը չի կարա փողոց դուրս գա, Նիկոլացիները վաղը փողոց դուրս չեն կարա գա։ Չեմ նայում, մարդիկ չեն հետո կամ չգիտեն, ես չգիտեմ, ես չեմ անում, ես չեմ կարող բացատրել, բայց ես վստահ եմ, եթե ինչքան հայ կա նայի, գոնե նայի, լսես ամեն ինչը, երաշխիք եմ տալի, վաղը Փաշինյան Նիկոլը չի լինի, փախնի Հայաստանից։ Եվ ոչ միայն ինքը, իր բոլոր իրանով ծառայում, ով աջակցում է, բոլորը կփախնեն, քայլելու տեղ չեն ունենա։ Իրանք կարող են հանգստանալ, որովհետև մարդկանց ասում են, չէ, սա ինչի։ Մեր զինվորը պոստով չի գնում, չէ, դիրքով չի գնում, ադրբեջանական խրամատով չի գնում իր դիրքերը, այլ բլոկ պոստով է գնում։ Բա, ասում ոնց որ ձեզ չեն բանանում, էլի։ Ձեզ չի խփում ճակատից, ձեզ սրսկելով են սպանում։ Չի ցավ։ Ու լիքը մարդ երբ մտածում է շատերը։ Հա, չի ցավալի։ Բայց դա արդյունքը նույնն է, չէ՞։
Ես ոչ մի հիմք չունեմ չհավատալու Էդգարին։ Բացարձակապես հիմք չունեմ չհավատալու։ Ես վստահ եմ, որ այս ամեն ինչը տենց է։ Կարեն Արայանն է գրում։ Նամակ է գրել, այն հիշում եք այն թուրքական շտապօգնության պատմությունը։ Հիշում եք, չէ՞, որ Փարիզից ինչ որ Ֆրանսիայից հիվանդ են բերել։ Ու պարզում են բերել, ու մեն որ բերել են, չգիտես ինչի այս ԿՊ-ականի բարեկամ եղբայրներ, եղբայր տղաներով էր։ Հարցում ա գրել մարդը, հա? Թուրքական շտապօգնության մեքենայի Երևանում հայտնվելու փաստի վերաբերյալ հարցում ա գրել։ Պեկը հրաժարվեց պատասխանատվությունից ասում ու հղում արեց ԱԱԾ-ի սահմանապահ զորքերին, այլեզով ասեց ախպեր մեզանից յան տվեք, թող ԱԱԾ-ն պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Վերջ։ Հայաստան բոլորը իրավից գցում են, ասում են, մենք կապ չունենք սրա հետ։ ԱԱԾ-ն մի հիմա պատասխան կխտրի։ ԱԱԾ-ն ինչ պետք է պատասխան տա, ասի, ախպեր ջան, դա մեր օպերացիան է, ինչպես Հայաստանի հանձնումն է մեր օպերացիան, ես միշտ ասել եմ, չէ, միշտ ասել եմ, չէ, որ այս ամեն ինչը ալվում է սրանց ձեռքով։ Հակառակը չէր կարող լինել։ Հակառակը ո՞ր կլիներ։ Իսկ ԱԱԾ-ն ում է ենթարկվում։ Ոչ եք մոռացել։ Դա ման եմ ասում, այս ամբողջը մեծ պայմանավորվածություն է։ Ու Նիկոլը խոսք է տվել, ժողովուրդը խնդիր չունի։ Ժողովուրդը ոչխարի պես հետևելու է այն ինչ որ ասեմ, այտենց էլ անելու է։ Դե մենք պետք է ապացուցենք կամ ճիշտ է ասում, կամ պետք է անենք ինչ որ պետք է անենք։ Ու ամեն ինչ քիչ սրանք էլ ստեղ մեջտեղ ընկան։ ՀՅԴ-ն որոշել է դաշինքով մասնակցի։ Հələ քննարկում են ով պետք է լինի վարչապետի տեխնացում։ Ասեն, առաջին գնելով ասեն։ ՀՅԴ-ն մի հատ տեխնացու ունի, դե Ռոբերտ Քոչարյան։ Մեծ նույն հարցն է ՀՅԴ-ի եւ ՀՅԴ-ի ամբողջ ֆանատներին Հայաստանում, որտեղ ուզում են իրար աշխարհում եք։ Դուք չեք հոգնել ձեզանից։ Դուք չեք ամաչում ձեր պատմությունից։ Դուք չհասկացաք, որ դուք դարձել եք անեծք այս ժողովրդի պատմության վրա։ Ինչ եք ուզում դուք այս ժողովրդից։ Առանց ձեզ էլ հենա ինքնական ինքնասպանա լինում, էլի։ Ինչ եք պրոցես արագացնում։ Փոխանակ ռադներդ քաշեք խորհրդարանից ժամանակին, որ այս ամեն ինչը ճիվաղը չկարողանալ մեր գլխին բերել։ Հիմա էլի տեխնացուին առաջարկում, էլի մտել են խաղի մեջ, որ էլի մի թուլափայ շպրտի դեմները, ամեն տարվա վերջում 3 միլիոն դրամ սրանց պարգևատրի, ընթացքում էլ ամեն մեկի իր փայ, իր բիզնեսն է, իր աշխատավարձն է, իր հյուրախաղերն են, հա, գործուղումներն են։ Գրողի թեթ ընթացքում օրական չեն թքերեցներին, ասեն դուք նախնին եք։ Չեք հոգնել, մենք ձեզանից հոգնել ենք, մենք ձեզանից ոչ թե հոգնել ենք, ասում ենք գնացեք կարա, դու շուտ պետք է գնացած լինել։ Ու անկեղծ եմ ասում, ինձ համար ԿՊ-ականի ու ՀՅԴ-ականի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Նույնը վերաբերվում է ռոբական կլինի, սերժական կլինի, արա դուք բոլորը նույն եք, արա ինչ եք ուզում, չեք հոգնել այս ժողովրդի արունը ծծելուց դուք։ Չեք հագեցել դուք։ Ձեզ թուրքերը խոստացան, չէ՞, որ դուք պրոբլեմ չունեք 15 թվականին։ Դուք էլ ամեն ինչ արեցիք, որ սրանց հանցագործությունները, ցեղասպանությունները, Ադանայի ջարդերի մասին հանգարց խոսացող ճններ պարլամենտում են։ Այն Զապել Եսայանը, որ դուրս էր գալի, խոսալու բերանա փակում եք, սկոչում եք, տանում գցում եք մի կողմի վրա։ Հանկարծ թուրքերի տրամադրությունը չգներ, մեկը չիմանար, որ Ադանայում հենց հիմա ջարդեր է։ Արա ձեր ամբողջ պատմությունը արյան մեջ թաթախված է։ Հայ արյան մեջ, չեք հոգնել դուք։ Սա էլ լսեք։
Բարև ձեզ։ Իմ ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հույժ գաղտնի մի փաստաթուղթ, որը միտումնավոր ընտրություններից առաջ գաղտնի են պահում քաղաքացիներից։ Իմ գործընկեր լրագրողները գրավոր հարցում են իրականացրել կառավարություն, սակայն այս որոշումը որևէ մեկին չի տրամադրվել։ Փակցրել են, որպեսզի դուք, այսպես կոչված հերոս հարկատուներդ, չիմանաք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ շուրջ 3 միլիարդ դրամ գումար պետական բյուջեից դուրս գրել իշխանական վերնախավին պարգևատրելու համար։ Ուշադրություն, սա արվել է համատարած թանկացումների, շուրջ 80,000 դրամ աշխատավարձ ստացողների, 36,000 դրամ փոշակ ստացողների եւ համատարած աղքատության ֆոնին։ Ձեր հարկերով, ձեր հաշվին օրենքով ձևակերպված, բայց խղճից դուրս։ Այս փաստաթղթի 8-րդ կետում ամրագրված է հույժ գաղտնի։ Ընդ որում սա հույժ գաղտնի է դարձել ոչ թե նրա համար, որովհետև վտանգում է պետության անվտանգությունը, այլ նրա համար, որպեսզի դուք դրա մասին չիմանաք, տեղեկացված չլինեք ու հարցեր չտաք։ Համեմատության մեջ չդնեք ձեր 80,000 դրամ միջին աշխատավարձը 36,000 դրամ փոշակը։ Դեկտեմբերին, մինչ դուք մտածում եք ինչպես փակել վարկերը, ինչպես վճարել գազի, լույսի գումարները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գաղտնի որոշում է ստորագրում եւ պարգևատրումներ բաժանում հիմնականում վերևներին։ Նախարարներին, փոխնախարարներին, վարչության ու բաժնի պետերին, նախարարներն էլ իրենց հերթին որոշել են միլիոններ տալ իրենց խոսնակներին, որոշ դեպքերում նաև վարորդներին։ Այժմ առավել փաստարկված։ Ընդ որում այս թվերը կապ ունեն 13-րդ աշխատավարձի հետ։ Նրանք ստացել են եւ 13-րդ աշխատավարձը եւ այս պարգևատրումները։ Այսպես, բաժնի պետերը ստացել են մոտ 2 միլիոն դրամ պարգևատրում, վարչության պետերը 2,5-ից 3 միլիոն դրամ, փոխնախարարները 3,5-ից 4,5 միլիոն դրամ, նախարարները 6-ից 7 միլիոն դրամ։ Իմ ձեռքի տակ հայտնված հույժ գաղտնի փաստաթղթում նշվում է, որ պարգևատրվել են ֆինանսների, պաշտպանության, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլն, էկոնոմիկայի, բարձրագույն տեխնոլոգիաների նախարարության, ՊԵԿ-ի, կատաստրի եւ այլ առանցքային մարմինների աշխատակիցներ։ Պետական համակարգում 180-ից 200,000 դրամ աշխատավարձ ստացողներ։ Դուք ձեզ ինչպես եք զգում։ Անարդարության զգացում առաջացավ, թե ոչ։ Ես տեղեկացված եմ նաև, որ ձեզնից շատերը առհասարակ 13-րդ աշխատավարձ չեն ստացել կամ ստացել են մասամբ։ Ձեր բաժնի պետերը, որ տարվա մեջ մի քանի ամիս են ընդամենը աշխատանքի գալիս, հիմնականում լինում են գործուղումների մեջ, միլիոնավոր դրամների պարգևատրում են ստացել, իսկ դուք ոչինչ։ Այս որոշումից երևում է, որ խրախուսվել է ոչ թե աշխատանքը, այլ պաշտոնը, այլ ԿՊԱ-ական լինելը, խրախուսվել է ոչ թե սովորական քաղաքացին, շարքային աշխատողը, որը օրնիգուն աշխատում է, արժեք է ստեղծում, այլ այն անձը, որը դասվում է ԿՊԱ-ականների շարքին։ Շնորհակալություն Լիային։ Սա որ խոսում եք, Լիան որ խոսում եք, գիտեք ինչի հիշեցի։ Գյուղացիները ժամանակին չգիտեմ հիմա տենց է թե չէ։ Իրենց անասունին որ տանում էին շուկա, խոշոր եւ գրավոր, ասենք ալենի։ Ասեն մի քանի օր աղեր են վերցնում։ Ու ասենք ինքը սկսում էր վերջին օր ահավոր ջուր խմել։ Լուրը լավ քաշալավ հավաքել էին։ Են գյուղացիները կիմանան։ Երկրորդ են որ այս բան եղել է։ Ես չգիտեմ մանում են թե չանում են։ Եվ ընդհանրապես ցանկացած կենթանի որ պետք է մորթեն, դրանց առած լավ մտում են, լավ։ Հասկացեք ինչի նկատի ունեմ։ Հասկացաք։ Մյուս կողմից պետության բյուջեն իրենցն է։ Սանովել ասում են, թոշակառու։ Այդ 20,000 դրամը որ կամալ ավելորդ էր։ Այդ 3 միլիարդ էինաս պետք էր։ Ուրեմն 6-7 միլիոն բացի ամեն ինչից մի հատ 13-րդ աշխատավարձից բացի մի հատ էլ պարգևատրում ստանա։ 3 միլիարդ դրամ, եթե բաժանեին 20,000 դրամ, ամենի թոշակառու 150,000 թոշակառու կստանար 20,000։ 150,000 թոշակառու։ Լֆիկի 2 միլիարդն էլ մնացածի միլիարդներն էլ նա դրեք տեսեք ինչ անում։ 150,000 ընդեղ, 100,000 ընդեղ, 250,000 թոշակառու, մենակ այս էպիզոդն եմ ասում, մենակ այս էպիզոդը ստանային 20,000 դրամ։ Տեսեք,
դեր կա, գոնե իր մի ամսած չգիտեմ ինչի փողը կփակեր։ Բայց չէ, ժողովրդի ոչ մի բան չի ասում։ Չի ասում, ժողովուրդը պետք է իրան գնա ձեն տա։ Սա գիտեք ինչի համար է։ Որը հարց է ծագում, չէ, նախընտրական տալում, չի ասես լկտիացեն։ Ինչի էլի, ինչի օրինակ փոխանակ Սիրաշահի բանանի, ինչի ասես։ Ասես բացել վարակույրները ու գունդ թքում երեսներին, ասես բացեի բաց։ Նույնիսկ եթե գտելա հույժ գախնի, Հայաստանում գախնի, գիտեք ինչ կարա լինի։ Եթե մի բաներ կա, դե գախնիկը 1 ժամ։ Հայաստանում 1 ժամից ավել ոչ մի բան չի կարա գախնի լինի։ Հայաստանը մի հատ գյուղ է, որ բոլորը իրար ճանաչում են։ Այն շպիոնիկի անեկդոտն է, էլի։ Շպիոնիկի, որ Գյումրիում եկեղեցու դերն էր բանը ապրում։ Գալ մեկը եկեղեցու տերն է հարցնում, ամերիկացի շպիոնը, ասում են, շպիոնիկի տան դերն է, էլի։ Հայաստանում գախնի գոյություն չունի։ Բայց ինչի է սա անում։ Ինչի է այս աստիճանի ցինիկ անում ամեն ինչ, որովհետև հկած ունենա։ Ինքը գիտի մի բան։ Արժանապատվություն ունեցողները վաղուց կողմնորոշվել են, արժանապատվություն չունեցողներին էլ ինչ ուզում ես արա գլխների, մեկը չունեն այդ արժանապատվությունից էլի։ Փողի ծայրը տեսան, ուրանալու են, վաճառելու են ամեն ինչ։ Հիմա այս նախարար, փոխնախարար, վարչության պետեր, աշխատողներ, բաժնի պետեր, ցանց որ փողերը բաժանել է, ես ձեզ ասեմ, դուք են անասունն եք, որին մորթելուց առաջ աղ են կերցնում, որովհետև շատ ջուր խմի, որ վաճառելու ժամանակ ժիվոյ քաշը, կենթանի քաշը շատ լինի։ Բնության մեջ ոչ մի նոր բան չկա, բոլորը հորինված է, բոլորի մասին ամեն ինչ գիտենք, այսինքն ոչ մի նոր բան չկա։ Դուք այդ անասունն եք, որ ձեզ ուղղակի աղ են կերցնում, որովհետև որ ձեզ թմրացնեն, ասեն, արի, ուզում ես 6 միլիոն, արի տունդ, երեխեքիդ, թոռներիդ, ապագադ, ամեն ինչ ծախենք։ Դա դել կինո նկարենք, կամուրջներ սարքենք։ Թուրքերը ոնց են գալի Հայաստան։ Կավինյան տիկոյին փողը չի երիքում, ասում է քիչ եք տուգանում։ Սրա փողը չի երիքում, ասում է քիչ եք տուգանում։ Ինչ եք քաղաքացուն տուգանում, փող չեք տալի, ոչ փող են տալի։ Փողը մտածեն ոնց քաղաքացուն ապահովում են, ասում արա տուգանեք, արա մեզ փողը, արա այսքան ստանում ենք, էլի քիչ է մեզ, տուգանեք, արա ումա պետք քաղաքացին, ումա պետք քաղաքացին։ Նա տուգանքի մատերիալ է, նա հարկատու է, նա ստրուկ է, նա պետք է մեզ վճարի, նա մեզ պետք է պահի, հա պիտի աշխատավարձ տա, աշխատի հայք տա, որ մեզ պահի, համեն մենք պետք է իրան տուգանենք, որ մեզ պահի, այսինքն քաղաքացի, ստրուկ է, ստրուկին ես աստիճան չեն նվաստացել, ինչերով ստրուկներին գոնե տերերն էին պահում ժամանակին, սրանք ոչ պահում է, ոչ բան, ասում են դու պետք է գնաս աշխատես, հայք տաս մենք ապրենք, հələ մենք էլ պետք է տուգանենք, վզիտանք, ասենք խի գլխակ չես դրել, մի հատ էլ դա համար տուգանք բերես մեզ։ Այս տալ 100% բանը գույքը հարկեն էլի թանգացնում, դե գնա ապրես հայ ժողով։ Այսօր սենց հաղորդում ստացվեց ինձ կներեք։ Կներեք ուրիշ բան չեմ ասում, այ սենց ցեղասպանության մասնագետներն էլ ցեղասպանության թանգարանն են քանդում, փաստեր ուրանում, ծախում, վերացնում, բոլոր թուրքական agentներ, բոլորը թշնամու համար աշխատող գործիքներ են։ Չէ՞ որ այս տականքին տեսնող կա դրսում, հետ աշխատող կա, Երևի Սանտանիքի անդամ էլ ունի։ Արա դուք սան որ բարև եք տալի։ Այն ձեռը որ դուք սան բարև եք տալի, պետք է կտրեք։ Կամ դնեք կիսլատայի մեջ, որ այդ արյունը ձեր ձեռից մաքրվի։ Եթե չեք արել միշել հիմա արեք։ Տեսանյութը ուշադրություն դարձնելով տեսանյութի ամսաթվին եւ Տիգրան Ավանյանի խոսքերին։ Այսօր արդեն մենք, եթե չեմ սխալվում, ստացանք մեր առաջին էլեկտրոավտոբուսը։ Ստացանք։ Ինչպես ստացանք։ 23 թիվ ստացել են։
Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը Երևան։ Հա, նույնիսկ ներմուծել ենք։ Իսկ ինչքանով են գնել։ Ումից են գնել։ Որ ընկերությունից, որ երկրից։ Եվ որտեղ է հիմա այդ ավտոբուսը։ Եթե չեմ սխալվում, ձեր բալանսին պետք է նստի այդ ավտոբուսը, ճիշտ եմ, պարոն Բեջանյան։ Հիմա գտնվում է մեր տարածքում, պարոն Ավինյան, վաղվանից դուրս կգա երթուղի։ Ինչ մագնիշի է։ Byte։ Հա, BYD։ Տեսակ ամսաթիվը 11/09/2023 թվական, հիշեցնեմ, 2023 թվականի սեպտեմբերը Երևան քաղաքում նախընտրական ամիս էր։ Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցան դիմ ընտրություններ, այլ կերպ ասած Երևանի հավաքանու ընտրություններ, եւ Տիգրան Ավինյանը ՔՊ ցուցակի առաջի համարն էր, այլ կերպ ասած քաղաքապետի թեկնածուն, ով գործակարգավարական նիստ էր վարում եւ գործակարգավարական նիստի ժամանակ արեց հայտարարություններ կամ խոստացավ երևանցիներին, որ շուտով Երևան քաղաքում լինելու են 250 նոր 18 մետրոնոց էլեկտրական ավտոբուսներ։ Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2-սիա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով։ Մինչ երթուղի դուրս գալը էլեկտրոավտոբուսի հնարավորություններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Էլեկտրոավտոբուսների մոտավորապես 250 խմբականակ ենք պատրաստվում գնել։ Անցել է 2 տարի եւ 4 ամիս։ Այս ընթացքում բազմիցս Տիգրան Ավինյանի եւ մնացած ԿՊԱ-ականների կողմից Խոսքով ժողովուրդ ջան, ոչ էլեկտրական ավտոբուս կա, ոչ էլ 250 ավտոբուսն է բերվել, ոչ մի։ Զտալյուն ԿՊԱ-ական է։ Սրանք մարդկանց լույսի կարելի է սիրել մարդուն, էլի, բայց այսքան ատելու արհամարել հասարակ մարդուն, ոնց կարելի է։ Ոնց կարելի է այսքան իշի տեղ դնել մարդկանց։ Ես բան եմ, խոսքերը սպառվում է։ Ես բան չունեմ ավելացնել։ Արագ խմի բանը։ Հիշում եք են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ սպանեցին տեղում են կնոջը։ Ուզում են ձերբակալեին, մեքենան վախից քշեց, գնդակալեցին, չէ։ Ջեդիվենսը գիտեք ինչ ասում։ Պրոբլեմ չունի այդ սպանողը։ Մա պետական ծառայող է, ինքը իր ծառայության մեջ է եղել։ Պրոբլեմ չունի, ասում է, նա մեր աշխատողն է, վերջ, մեր աշխատողը կարա սպանի, ու ինքը պրոբլեմ չունի։ Ամերիկայում սա է արդեն։ Things are really getting insane. JD Vance just said, basically, this is in simple words, that if you're a federal employee, you can murder people and you have full immunity and protection. Watch this video. And follow me right now before you forget. The precedent here is very simple. You have a federal law enforcement official engaging in federal law enforcement action. That's a federal issue. That guy is protected by absolute immunity. He was doing his job. He was doing it. Անձրմրխելի է, ինքը իր աշխատանքն էր անում։ Սրանք գալու են մտնեն բան Զանգեզուր։ Սրանք այս քաղաքականությամբ գալու են մտնեն Զանգեզուր։ Նույնիսկ բանը ոչ թե IC, նույնիսկ դժինա ֆեդերալ ագենտուզ ով ուզում է լինի գնդակահարելու ոչ մեկ իրավունք չունի մարդուն։ Մանավանդ որ դրա անհրաժեշտություն չկա, դրա զինված չէ այդ մարդը, հանցագործ չի, տերորիստ չի, ոչ մի բան, բոլոր օրենքներով մեղավոր ասում է, չէ, ինքը մեր ագենտն է, իրավունք ունի գնդակարելու, հիմա սրանք գալու են մտնեն բան, ես հարց եմ տալի, սրանք որ իրանց երկրում թքած ունենան սահմանության օրենքների եւ այլն, Հայաստանում իրանց ով է ինչ ասել, իրանք պետք է ասեն մենք sense բան չենք պայմանավորվել, չենք անելու, չէ, ասում եմ սրանք մարդ են սպանում, ասում են աղբիջան, իմ համար է սպանել, իրավունք ուներ ինքը։ Իմ համար է սպանել։ Նիկոլը ոնց էր ասում։ Այդ ես չեմ քցել, այդ իմ բանը շարասունը չէ, դա վարչապետի շարասունն է, Նիկոլ Փաշինյանը չէ։ Սե սպանելը պրոբլեմ չունի այդ մարդը։ Այդ վարորդը պրոբլեմ չունի, ինքը իմ համար է քցել, սրանք նույն բանն են ասում, հիմա սրանք ուզում են Հայաստանում են իրանց նման մեկին դրել են։ Եք ասում են աղբիջան Սես պետք է լինի։ Ո՞վ է սրանց հետ ստապում։
ով որ խոսում է դրական լույսի տակ, ով որ ներկայացնում է սա որպես ձեռքբերում, բոլորը սա ենք իրադարձել հայ ազգի թշնամիներն են։ Ես ուրիշ ոնց ասեմ, եթե սրանք թքած ունենան իրանց երկրի օրենքների վրա, գալու են Հայաստանի օրենքների սահմաններում աշխատեն, հա, թուրքերի հետ, ու Հայաստանի այս չեղած կառավարությունները սրանց պետք է սանձի ասի, դուք պայմանագիր եք ստորագրել, ես մի բան իրավունք ունեք, ես մի բան իրավունք չունեք, այն պարագային, որ Գրենլանդիայում պայմանավորվել էին, որ պետք է իրանք բան անեին, ընդհանրապես ուսումնասիրություններ անդրել ռազմական կայաններ էին սարքել գետնի տակ։ Հա, սրանց հետ հույսեր կապող կա։ Սա Թրամփն է նույն բանն ասում։ Ամեն ինչ անում է, որ այդ գործը լողոզեն։ Որովհետև իրենց համար ասման է։ Վերջ, իրենց հրամանով ասման է, ուրեմն իրավունք ունի։ Իրավունք ունի, իր համար ասման է, իր հրամանով ասման է։ Վերջ։ Եկեք վերադառնանք Հայաստան, տեսնենք մենք ինչ ենք անում, ինչ ենք անում։ Мы еще вернемся. Самым большим. Ադրբեջանցիներն են։ Ծաղրում են մեզ։ Նրանք գրել են, որ մենք վերադառնալու ենք, սանկցիա ծաղրում են մեզ։ Մենք վերադառնալու ենք։ Կարակ չկասկածեք։ Մենք վերադառնալու ենք դեռ ու դուք մեր միջև վերադառնալը փախած եք լինելու։ Ձեր գործն է ոնց կփախնեք, սարերով, ձորերով, ինքնաթիռներով։ Հիմա այս պահին բանա չէ հնչում, սա ֆանտաստիկ է, չէ հնչում։ Գիտեք ում համար։ Ով չի ուզում դա, իր համար ֆանտաստիկ է։ Ով չհանձնվողը, սա իր համար ռեալ է։ Ամեն դեպքում սա նպատակ է, որի համար պետք է ապրել։ Իսկ այն ազգը, որ չունի նպատակ, ինքը երազանքներ չունի, նա մեռնելու պատրաստ է, իրան քիչ, օղակը սեղմեն, ասում են դա ինչ անենք հիմա, որ դու դիժքերով չես գնում ադրբեջանական, դու ընդամենը բլոկ պոստով ես գնում, հարմարվի, անասունները բատենց են հարմարվում, բատենց են հարմարվում, ես դնում եմ միասին շարքի մեջ, հետևից անդադ բրդում են, դիմացինը մտնում է սպանդարան, չի կարող հետ գնա, ինքը հարմարվել է, վերջ, մտավ է շարքի մեջ, հետևից անդադ հրում են, ինքը գնում է, Տենց է սպանդանոցները, եթե նայեք, տենց է կառուցված։ Բայց դա կենդանիների համար է, հայ մարդու համար չի։ Այսինքն հետ էլ ընտրովի է, ուզում ատեց, ինքը պրոբլեմ չունի։ Իրանց համար տարբերակը վաղուց հորինած է։ Մտածում եք ճիշտ որոշում։ Ապակա կա։ Մտածում եք ճիշտ որոշումը։ Դե իհարկե սխալ որոշում, այսինքն բնակվում ենք շենքում, մեր տան դիմաց մեքենան որտեղ կայանեն կամ օրինակ մարդկա Բանգլադեշից գալիս է կենտրոն աշխատանքի, այսինքն մեքենան որտեղ կայանի։ Ինչքան աշխատա Վարշավաստանում, որ 160,000 է պետությանը գումար վճարի։ Այդ կերպ բացատրում են ասելով, որ բեռնաթափում են կենտրոնը, այսպես ասած։ Ես կարծում եմ ուղղակի իրանց գրպաններն են ուզում չաղացնեն, ոչ թե ինչ-որ մտածում են ժողովրդի կամ վարորդների մասին, ավելի շատ մտածում են իրանց գրպանի մասին։ Միակ բանն է, որ մտածում են դա է պարես, ոչ թե ավելի շատ։ Միակ բանը, դրա դիմեն չա պետք։ Սրանք մի ամբողջ երկիր են ծախել, հազարներով երեխա են սպանել ու սպանում են։ Ներողություն, դուք վաղվա պատարագին մասնակցելու եք։ Չէ, ազեշտանի ստեղից չեմ, գյուղից եմ։ Հա, իսկ ընդհանրապես պատարագների մասնակցում եք։ Նիկոլ Փաշինյանն է գալու 7 վերքում պատարագի մասնակցի։ Չէ, Նիկոլ Փաշինյանը գա, չգա աղջիկ ջան, ես ես կյանքից, ես պետությունից, ժողովրդից այնքան դժգոհ եմ, որ նայեք, ես գյուղից եմ, գետքից եմ, այսպես կոնդը ուղիղ տանս վրեն է։ Տանս վրեն է, այսպես լարերը կպային, որ ինքը տան վրա չգնի, փիդե ծած կավարյոննի։ Գիտես,
բազմիցս անգամ դիմել եմ էլ ցանցը պետին, սելենի սոր կոկանք եկուց կոկանք, վաղը անպայման կրանն եկե կանգնի թողի գնացել է։ Այդ ջրմուղը տրակել է ջուրը, սաղ ողողել է գեղը, դաշտերն էր հասե։ Դու մի 100 անգամ այդ ջրմուղին կդիմենք չեն կա։ Այնքան մարդ է գնաց է բաների օրս եմ ես եմ քանի տոննաներ այդ ջուրը գնաց է որ իր տա դաշտերը հասնի գեղնի բանը վերջը եկան մեկ երբեմ սաշկեցին հիմա այդ փոսը հսկան փոս այդ ձևի փոսը նորից մնացել է կա չեն կոչ կան ոչ բան հիմա չիտես ում դիմես ինչ ենես ինչ բերնի չիտեմ բեսիկ բան է երգիր է Հեշ մեկն է իր ապարտականությունները չեն կատարել Փաշինյանը ասում է 63 տարեկանը եւ դրանից երկում ինչ տարիք է թոշակ ստանալու համար փոքր եւ միջին բիզնես Փաշինյանը կսե միս մի գերեք գնաց է կանաչ գերեք միս ընջի կուդե կանաչ գերեք ինքը կանաչով կապրի Կանաչը հա հասկացանք ճաշի մեջը կգցենք խոսքի հացի մեջը բրդուշկեն են կուդեն անասունը կանաչ կուդե ինքը մարդկանց ինչ որ անասունի տեղ տնե մենք իրան մեծ սիրով ընտրեցինք բաներին քսենք թողերնի բայց բանից դուրս կուկա որ ինքն էլ այդ բանը չէ օրենքներ կհանեից փոքր երկրի մեջը այդ օրենքները ինչ գնաց Խսկով ժողովրդյան ինչ է մասը ասան ինչը ուզում ես քաղաքում ապրի Ուզում ես գյուղում ապրի, ուզում ես քաղաքականությունով զբաղվի, ուզում ես մի զբաղվի։ Նիկոլ Փաշինյանը բոլորի դուրը ծեծել է մտել աներս։ Տնանებს։ Ու խուսափելու վարիանտ տարբերակ չկա։ Այս ամեն ինչը մի հատ լուծում ունի։ Ամեն մեկը, այս տատիկից սկսած մինչև այն աղջնակը, որ պարկինգի տեղից է դերում, պարկինգ չկա, կաննելու տեղ չկա, մարդիկ հյուր են գալի չգիտեն ինչով գա։ Երբ որ մարդը հրաժարվում է սեփական ապագան որոշելուց, եւ մտածում է ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Ու իրավունք ունի քաղաքականությամբ չզբաղվել, իր տեղը ցանկ են որոշում։ Իրամ դու ոչ տուն կունենաս, ոչ պարկինգ կունենաս, ոչ հոսանք կունենաս, ոչ ջուր կունենաս, խոսելդ միշտ բաց ալինելու, քեզ էլ ասելու են անասունի նման կանաչի կեր ու ապրել։ Սա է լինելու։ Էդի լավագույն դեպքում, բայց շուտով դա էլ չի լինելու։ Այդ կանաչին էլ չի լինում։ Ես ասեցի, չէ՞, ամու սարի շահագործումը մեկ էլ այդ Միջանցքի բացումը Հայաստանի ոչ թե քաղաքական, ֆիզիկական վերջնակետն է։ Այն ժամանակ արդեն պարկինգի մասին, էլեկտրասյան մասին, խոսերի մասին խոսալ արդեն ավելորդ է լինել։ Անիմաստ։ Եվ հաղորդումը ուզում ես նկարով ավարտեմ։ Սա 2016 թվականի ապրիլի 2-ին մահացած Արմենակ Ուրֆանյանն է։ Որը տրվել է միջև վերջի կաթիլը։ Իր անձնական օրինակով ոգեշնչելով բոլորի։ Իր անձնական իրանց ղեկավարներ։ Մի քանի օր առաջ ինչ հարց տվեցին։ Սարմանց ստալի։ Բա մեր բանակի ապագան ո՞նց է լինել։ Արմենակ Ուրֆանյանի մասին մենք գիտենք 16 թվականը։ Եվ ոչ միայն իր, էլի սենց տղեր կային։ Մովակի իր մասին, կոնկրետ իրեն ցույց տալի։ Արմենակ Ուրֆանյաններ կան, եղել են ու լինելու են։ Իրանք բոլորը մեր կարիք ունեն։ Նախ եւ առաջ որ չմոռանանք իրենց։ Վստահենք իրենց ու չհանձնվենք։ Այս տղեկը իրանց սպանել է, իրանց չեն սպանել, ես կյանքը տվել են, կյաժի նմանել իրանց սպանել են, պայթեսել են, որ մենք իրանց գործը շարունակենք, մենք իրանց չմոռանանք, չհանձնվենք, անկարծ մեկի մտքով որ կանցնի, հանձնվել, հրաժարվել, թող իշի Բաբաջան Ռոբերտին, թող իշի Արմենակ Ուրֆանյանին, ու սենց տղերքին, բայց ես լուսի նման տղեն արած, ու ես, մենք ոնց կարող ենք ես ամեն ինչը մոռանալ, մենք ոնց կարող ենք սա մոռանալ ու փոխել սրանով, հա,
Սրանով փոխարինել Ես անով փոխարինել ենք, դրա համար էլ ես վիճակում ենք։ Ինձ կներեք այսօրվա հաղորդման տրամադրության համար, բայց սա այն է, ինչ որ կա իրականության մեջ։ Իրականությունը հուսադրող չի, բայց դատավճիռել չի։ Դատավճիռը մեր ձեռքն է, մենք ենք ստորագրում, մենք ենք որոշում մեր ճակատագիրը։ Այն պահից, որ մենք դադարում ենք լինել մեր ճակատագրի դարբինը, մեր ճակատագիրը գրվում է Վաշինգտոնում, Մոսկվայում, Անկարայում, Բաքվում, որտեղ ուզես, Թել Ավիվում, բացի Հայաստանից։ Դեռ մենք շանս ունենք մեր ճակատագրին տեր կանգնելու։ Եվս մի քանի ամիս, եւ մենք այդ հնարավորություն ծաղրել, այլևս զրկված ենք լինելու։ Հունիսի 7-ը լինել, դա վերջնաժամկետն է։ Ու սա չափազանցություն չի, սա կատակ չի։ Իսկ մեզ ամբողջ հաղորդման ընթացքում ես բացատրեցի դա ինչա, ոնց է եւ ոնց է արվում եւ ում ձեռքով։ Ուսում եմ լավ ավելի հուսալով ինֆորմացիաներ կունենանք, բայց հաստատ իրար չենք սապելու, հաստատ իրար չենք խափելու, ժողովուրդ։ Այսօր համար հասկան, լավ եցեք։